Բարև ձեզ, սիրելի հրազդանցիներ ջան, այո, ժողովուրդ ջան, 2021 թվականին ձեզ եկել էին և խոստանում էին ապագա, ձեզանից ոչ մեկին չէին ասում, որ Արցախը հայաթափվելու է, որ բարեկեցությունը չի լինելու, ձեզ ստում էին, 2018 թվականին ձեզ ասում էին, որ մեկ իշխանություն 10 տարուց ավել չպետք է պաշտոնավարի, հիմա եկել ձեզ ասում են, որ ուզում են 13 տարի պաշտոնավարել, դրան մեր պատասխանը այն է, որ փոփոխությունները գալիս են, փոփոխություն, փոփոխություն, ժողովուրդ ջան, 5 տարի առաջ մեզանից շատերը գիտակցում էին այն տագնապը ու սպառնալիքը, որ կար մեր անվտանգության, մեր պետականության առջև։ Այսօր հիմա մենք խոսում ենք, երբ Արցախում չկա գեթ մեկ հայ, երբ մեր հայրենիքում ադրբեջանական օկուպացիա կա, մենք խոսում ենք այն պայմաններում, երբ տեսնում ենք այն տագնապ, այն հրեշավոր ծրագիրը, որ Հայաստան բերեն դրանց հազարավորներով, 100,000-ներով, դրա համար ինչ ենք ասում, հունիսի 7-ին գնում ենք ընտրության, որ դրանք չգան, որ սրանք գնան, այո, ժողովուրդ ջան, դուք համոզված եղեք մի բանում, այն ատելությունը, այն վիրավորանքը, այն անհասկանալի վարքագիծը, որ դրսևորվում է, դա մի բանի համար է, իրենք չունեն ծրագիր, իրենք չունեն ասելիք, որովհետև իրենք միայն սուտ են ասել, ու հիմա էլ են ստում, այն նույն մարդիկ, որ ասում էին սահմանադրության փոփոխության կարիք չկա, մի հատ հարևան երկրի ասածով, հիմա արդեն սահմանադրության փոփոխությունից են խոսում։ Ժողովուրդ ջան, մենք ուժեղ Հայաստանը ձեզ ասում է, ունենք կոնկրետ ծրագիր, 300,000 աշխատատեղից մինչև $1 միլիարդ ներդրում տուրիզմի ոլորտում, մենք մեր հայրենակիցների բարեկեցության հարցը պետք է լուծենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է լավ ապրի, ժողովուրդ ջան։ Դուք վստահ եղեք մի բանում, իշխանությունը պատկանում է ձեզ, իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ու դուք ձեր ասելիքը ասելու եք, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին ես վստահ եմ դուք ձեր ասելիքը ասելու եք, դուք ասելու եք այո փոփոխությանը, ասելու եք այո բարեկեցությանը, ասելու եք այո ուժեղ Հայաստանին, դրա համար ժողովուրդ ջան, փոփոխությունների համար, ժողովուրդ ջան, եկեք մի հատ կարևոր բան անենք, եկեք նենց անենք, որ ամբողջ Հրազդանը, ամբողջ Կոտայքի մարզը իմանա, թե փոփոխությունների համարը որն է, փոփոխությունների համար, ուրիշ բան ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան, մի բան է ասեմ, այսօր մայիսի 28-ն է, մայիսի 28-ը մի հետարքիր բարերել ունի, չէ իրա մեջ, վստահ եմ սաղըտ հիշում եք, չէ, բարերը մոտավոր սենց էին, ասում էր, հիշատակըտ միշտ փառավոր, շիրիմիտ լույս քրիստա փոր,
Մայիս 28 շնորհավոր գինիլից, ընկեր ջան գինիլից, խմողացան ուշ անուշ, խմողացան ուշ, մայիս 28 շնորհավոր գինիլից, ընկեր ջան գինիլից, խմողացան ուշ անուշ, խմողացան ուշ, այո, Աստված պահապան Ժողովուրդ ջան,